Բարի լույս սիրելիներս, այսօր պիտի խոսենք Հիսուսի հաղթական զորության մասին։ Արդարև մեր բոլորի համար մեղքերի պատճառով մեկ անգամ մեռավ եւ ինքը Քրիստոս, արդարը անարդարների համար, որպեսզի մեզ մոտեցնի Աստծուն, նա թեպետ եւ մարմնով մեռավ, բայց կենդանի է հոգով, որով եւ գնաց քարոզեց բանտում եղած այն հոգիներին, որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծո համբերատարությունը երկարաձգվում էր նրանց համար մինչև Նոյի օրերը, երբ տապանն էր շինվում, այդ օրերին քչերը, այսինքն 8 հոգի փրկվեցին ջրից։ Եթե նախորդ համաների մեջ սիրելիներս Պետրոս Առաքյալը խոսեց, թե ինչ երանություն է մարդու համար, երբ նա չարչարում է բարի գործերը եւ Քրիստոսին հավատալու համար, ապա այստեղ խոսում է, թե ինչքան մեծ երանություն է մարդու համար, երբ Քրիստոս իր մեղքերի համար խաչվեց, արդարը անարդարների համար, մաքուրը, անարատը, սուրբը երկնքից իջավ, մեղավոր մարդու համար չարչարվեց, խաչվեց, մահացավ, որպեսզի մարդը փրկվի եւ հաշտվի Աստծո հետ։ Սա Աստծո մեծագույն սիրո դրսևորումն է, ինչպես Հովհաննեսի ավետարանի մեջ է ասվում, Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն զոհաբերեց աշխարհի փրկության համար։ Ուրեմն ինչքան է Աստված սիրում մեղավոր մարդուն, որ իր զավակին զոհաբերեց փրկվելու համար, արդարը անարդարների։ Այսինքն մենք մարդիկս մեր մարդկային բնությամբ հակված ենք ամեն օր մեղքի մեջ ապրելու, մեղքը գործելու, ուրանալու, մոռանալու, բայց հակառակ այս ամենի Տերը մեզ եկավ փրկելու, որպեսզի հաշտվենք, եւ ինչպես Պողոս Առաքյալն ասում, թե երկնքում, թե երկրի մեջ ամեն հոգու համար Աստված զոհաբերեց, որպեսզի մարդը փրկվի։ Եվ ինչ է ասում, թեև մեռավ մարմնով, բայց կենդանի հոգով, որով իջավ դժոխք։ Սարգիս շնորհալի վարդապետն ասում է, այս ձևով Աստված իր ծայրահեղ սերը ցույց տվեց մեղավոր մարդու համար, եւ դրա համար սատանան, որ տեսավ Հիսուսի խաչելությունը եւ հաղթական մուտքը դժոխք, զգաց իր հավիտենական պարտությունը։ Ինչ ասել է գնաց դժոխք։ Ըստ Աստվածաշնչի դժոխքի երկու տեսակ կա։ Առաջինը, այն վայրն է դժոխքը, որտեղ հավաքված են բոլոր մահացածները, թե արդարները, թե մեղավորները, եւ սպասում են հավիտենական դատաստանին։ Երկրորդ իմաստով դժոխքը այն վայրն է, որտեղ պիտի նետվի մեղավոր մարդը տառապելու համար։ Մենք պետք է հասկանանք, որ Աստված դժոխքը չստեղծեց մարդու համար։ Դժոխքը սատանայի համար էր եւ նրա հետևորդների, իսկ մարդու համար ստեղծեց դրախտը։ Բայց քանի որ սատանան դժոխք պիտի գնար, չուզեց միայն նա գնալ, իր հետ տարավ Աստծո ստեղծածին, չէր կարող Աստծուն տանել, Աստծուն ցավացնելու համար նրա ստեղծածին տարավ։ Եվ այս առաջին դժոխքը, որտեղ բոլոր մեռյաններ են հավաքված, Հիսուս իջավ այնտեղ, քարոզեց, որպեսզի շատերին փրկի։ Ինչու համար Հիսուս իջավ դժոխք։ Առաջինը ցույց տա, որ Հիսուսի մահը իրատեսական է, թե նա մարմնով մահացավ, բայց հոգով ողջ էր, իջավ դժոխք քարոզելու։ Երկրորդ ցույց տվեց, որ նրա խաչելությունը բոլորի համար է, թե ողջերի, թե մեռածների։ Եվ երրորդ ցույց տալու համար, որ աշխարհում չկա մի անգամ դժոխքում, Աստծո ավետարանը քարոզվեց, որպեսզի նրանք, ովքեր հավատան, փրկվեն։ Ինչու է այստեղ Նոյի օրինակը բերում սիրելիներ Պետրոս Առաքյալը, ցույց տալու համար, թե Աստծո համբերատարությունը ինչքան է։ Նոյը գիտեք, տապանը կառուցեց 120 տարում, ուրեմն Աստված 120 տարի համբերեց այդ ժամանակվա մարդկանց ապաշխարության եւ դարձի համար։ Արդեն 2000 տարի է խաչը իբրև Նոյան տապանի օրինակ դրված է մեր աչքի առջև, որպեսզի մենք խաչին նայելով, Հիսուսի զոհաբերությունը տեսնելով, հասկանալով, թե ինչ գին է վճարված մեզ համար, որպեսզի մենք դարձ ունենանք եւ փրկություն ունենանք։ Եթե ոչ, մենք այլևս պատասխանատու չենք։ Տեսեք, ասում է, այդ ժամանակ փրկվեցին ընդամենը 8 հոգիներ։ Այդ 8 հոգիները հավատացին, մտան տապանի մեջ եւ փրկվեցին։ Եթե մենք էլ այսօր հավատանք խաչին, մոտենանք Քրիստոսին, Քրիստոսով կհաշտվենք Աստծո հետ եւ փրկություն կունենանք եւ կհասկանանք, թե ինչ հաղթական զորություն կա մեր ձեռքում։ Հիսուս հաղթել է մեղքին, հաղթել է սատանային, հաղթել է այս աշխարհին եւ այդ հաղթական զենքը Աստծո զորությունը տրված է մեզ, մենք մեր մեղքերի, մեր կրքերի դեմ պայքարելու եւ հավիտենական հաղթանակ տանելով Քրիստոսի հետ հավիտենությունը վայելելու համար։